Ես 20 թվականի պատերազմից հետո իմ կամավորների հետ, որոնք թվով 500-ից ավել են, փորձում ենք իրականացնել բարի գործեր ու դա անում ենք հայերի միջոցով։ Իմ համար շատ կարևոր է, որ հայերը անեն հայերի համար, ոչ թե մենակ մեկ հոգին անի, այլ ընդհանուր հայերը հայերի համար ու ես այդ սկզբունքով եմ առաջնորդվում։ Տաշիր Արենայում արդեն երկրորդ անգամ ենք բարի գործ կատարում, Տաթևիկը Կարապետյան երկրորդ անգամ է հրավիրում անապահով երեխաներին, սոցիալապես մի քիչ ծանր վիճակում գտնվող արցախցի, զոհված հերոսների բալիկների, այսօր ունենք իրականում բազմաշերտ այո, հանդիսատես, որովհետև 1280 տեղ է մեզ հատկացվել, մենք փորձել ենք 200 բաշխել բոլոր շերտերից, որպեսզի կարողանանք երեխեքին հրավիրել, որպեսզի ոչ մեկ անտեսված չլինի ու ես կարծում եմ այսպիսի միջոցառումները այստեղ շարունակվել են, որովհետև դե այդ ընտանիքը սովորաբարի գործ անելու, ես վստահ եմ դեռ շատ բաներ կանենք միասին։ Այսինքն դուք հավաքագրմամբ եք զբաղվել, այո, երեխաների։ Հա, մենք ունենք նաև շատ մեծ բազա, ցավոք սրտի ունենք երեխաների ցուցակներ եւ զոհված հերոսների, ես շատ կուզենայի, որ մի օր այդ եւ անապահովների երեխաների ցուցակը ինձ մոտ քչանար դառնային բոլորը ապահով, բայց ցավոք սրտի գնալով տարեցտարի ավելի շատանում է եւ ունենում ենք շատ մեծ քանակի երեխաներ, ովքեր կարիք են ունենում ուշադրության, ոչ միայն ներկայացման ուշադրության, անցած անգամ օրինակ մենք եւ նվերներ էինք արել եւ սնունդ, մի խոսքով ամեն անգամ տարբեր միջոցառումներ ենք անում, վստահ եմ նրանք դրա կարիք ունեն, որ դուք տեսնեք, հարցնեք երեխաներին եւ ծնողներին, ոչ մեկ չի զգում, որ դա օգնություն է կամ իրանց ինչ-որ տենց վաց գալով կամ բոլորը, որտեղ բոլորը գիտեն, որ այստեղ իրանք մեր բոլորի գլխի վրա տեղ ունեն ու բոլորը գալիս են որպես կարևոր հյուր։ Ես ուզում եմ կարևորել, որ Տաշիր Արենան չի բացել իր դռները դեռ։ Ամսի 24-ին նոր տեղի է ունենալու, հա, մեծ բացումը, բայց այդ գիտեք ինչքան կարևոր հյուրեր են այդ օրը գալու, բայց այդ կարևոր հյուրերից էլ ավելի կարևոր է համարել Տաթևիկը Կարապետյան այս երեխեքին, դրա համար ես իրան շատ շնորհակալ եմ։ Եվ մի փոքր մեկնաբանություն կտակ այսօրվա միջոցառման հետ կապված, ինչպիսի ակնկալիքներ, սպասելիքներ ունեք եւ ինչպես հանդիսատեսը հետ կվերադառնա տուն այս երեխաները, որոնց հավաքագրել եք։ Ես որ ազնիվ ասեմ, քանի որ մուտք ու ելք ունեմ կրկես իշենք, հա, Տաշիր Արենայի, ես կարող էի օգտվել առիթից մի օր խնդրել, փորձ նայել, բայց հատուկ չեմ խնդրել, որովհետեւ գիտեմ, որ գրանձիոզ է լինելու։ Այն ֆինանսական մարդկային ռեսուրսը, որը որ ներդրված է այստեղ, ամենայն անկեղծությամբ ես հավատացեք շատ երկրներում եմ եղել, որտեղ տեսել եմ մեծ շոուներ, բայց այն ինչ որ կատարվելու այսօր այստեղ, միայն լուսային էֆեկտները նայելով հասկանում ես, որ ընտիրա լինելու, կրակոտ է լինելու եւ ես ամենայն անկեղծությամբ եմ ասում, այս երեխեքը այնքան քչով են բավարարում ու այնքան քչից են ուրախանում, ուղղակի պիտի իրանց պահենք ուշադրության կենտրոնում։ Իսկ Տաշիր ընկերություններից անցյալ համագործակցությունը շուտվանից եք, թե Տաշիր Արենայից եք։ Չէ, ինձ օգնել են 2020 թվականի պատերազմից իրենց ընտանիքի անդամները, տարբեր անդամներ, մորաքրոջ աղջիկներ, հա, հորաքրոջ երեխան, տարբեր մարդիկ են օգնել։ Տատային ճանաչում եմ մոտ 3 տարի, իրար հետևորդ էինք, այսպես ասած Instagram-ով եւ նույնպես մեր բարեգործերին մասնակից է եղել ինքը եւ իր ընտանիքի անդամները, ինչի համար ես շատ շնորհակալ եմ։ Տաշիր Արենան էլ երբ որ արդեն բացվելու վրա էր, կապ հաստատեցին ինձ հետ, առաջարկեցին համագործակցություն։ Ես մեծ սիրով, իրականում ես բաց եմ բոլորի համար, բայց չգիտես ինչի բոլորը չի, որ ուզում են համագործակցել։ Բարի մարդիկ շատ կան, բայց կան նաև մարդիկ, ովքեր հաշվենկատ են մոտենում այդ ամեն ինչին, այսինքն հրավիրում են կոնկրետ այն տեղեր կամ օրինակ նախանցած տարի չեմ ուզում քաղաքականացնել խոսակցությունը, բայց որպես օրինակ ասեմ, նախանցած տարի մենք օպերայի եւ բալետի շենքն էինք խնդրել անվճար տրամադրել, որպես զոհված հերոսների երեխաների համար պատրաստ էինք այդտեղ միջոցառում անեինք, մեզ մերժել էին։ Կրթության գիտության, հա, ԿԳՄՍ այդ նախարարությունը իրենց այդ փոխնախարարի այդ ինչ-որ sense մի հատ չոպիկի նման մեկը կա մերժել էր, ասել էր տենց չկա ձեզ շենք տալու անվճար, որ դուք զոհված Փաստորեն զոհված հերոսների երեխաները մենակ իմն են, իմ հերոսների երեխաներն են, այդպես է դուս գալի։ Իրանք թքած ունեն այդ ամեն ինչի վրա, ես դա եմ հասկացել ամենայն անկեղծությամբ։ Միգուցե սխալ եմ, միգուցե իրանք մեծ միջոցառումներ են անում, մենք չենք տեսնում, չնայած վստահել չեմ, որ իրանք միջոցառում անեն, այս մարդիկ գնալու են ու նայելու են այդ միջոցառումները։